Ես ասում եմ, տես, եթե դու 800,000 offer առաջարկես, նրանք լուրջ չեն վերցնի մեր offer-ը։ Այդ դեպքում ինչն է իմ strategy-ն։ Ես ասում եմ, գիտես ինչ, արի գնին մոտիկ կամ հենց գնի չափ offer ուղարկենք 1 միլիոն, եւ եթե իրանք տենան, որ իրենց գնին մոտ է այսօրվա մարքետում, շատ անգամ նրանք համաձայնվում են, որ աշխատեն մեզ հետ եւ escrow է բացում։ Ինչու եմ այսպես բացատրում, որովհետեւ իրականության մեջ ուզում ես 1 միլիոն offer դիր, ուզում ես 900 դիր եւ ուզում ես 1.1 դիր, իրականության մեջ էական չէ դա, որովհետև գոյություն ունի մյուս stage-ը, երբ որ escrow ենք մտնում։ Escrow մտնելուց հետո կա երկու կարևոր stage՝ appraisal եւ inspection։ Որովհետև իրականության մեջ ով է որոշում գինը։ Գինը հիմնավորվում է, երբ որ appraisal report-ը գալիս է։ Վերցնենք, հաճախորդը ասում է, ես 900-ից ավել չեմ ուզում տամ։ Եթե ես 900-ով offer տամ, չանսդ կարող է կորցնես, որտեվ քեզանից բացի ուրիշ offer տվողներ կան այդ տանը։ Մեկը եթե 950 տա, բնականաբար ծախողը ընտրելու ավելի բարձր offer-ը։ Իսկ երբ որ դու իրանց ուզած գինն ես տալի եւ մնացած offer-ներից է մի քիչ ավել է, նա ընտրում է քեզ։